Բարև ձեզ, ժողովուրդ ջան։ Անցած իմ եթերը շատ մեծ արձագանք ունեցավ։ Շատ նամակներ, հարյուրավոր, բոլորին ես համարյա արձագանքեցի կամ նշաններ դրեցի։ Շնորհակալություն։ Բայց կային եւս երկու մեղադրանք կամ զարմանք։ Մի մեղադրանքը նա է, որ եթե ես դեմ եմ Սամվել Կարապետյանին, դա դարձել է նարատիվ, որ ուրեմն ես կողմ եմ Նիկոլին, աջակցում եմ Նիկոլին։ Ու կար մի զանգված, որ ասում է, եթե դու այսքանը գիտակցում ես, ինչի՞ չես աջակցում Նիկոլին։ Հիմա կսկսեմ պատասխանել հենց այդ հարցից, որտեվ Նիկոլին համակրող զանգվածը մեծ է։ Նրանց մեջ կան ինձ շատ հարազատ մարդիկ, կան մարդիկ, ում հետ ես կապի մեջ եմ, ովքեր շատ տրամաբանական բաներ են ասում։ Ես հիմա նրանց եմ ուզում բացատրեմ, որտեվ այդ նամակներն են շատ, ես այդքան գրեմ, այդ մի ամբողջ վեպ է։ Որտեվ իրենք դիտարկում են այս ընդհանուր տեսարանը օբյեկտիվորեն, հա, թվում է, որ հա, տես, որ սրանք վատն են, սա համեմատած ավելի լավն է։ Երկու վատի մեջից ամենաբանն եմ ընտրում, էլի, որ հները չգան իշխանության։ Իսկ ես սուբյեկտիվորեն եմ ավելի նայում։ Ես հիմա հարց եմ տալիս այդ մարդկանց, եթե ընկերներ եղավ հեղափոխություն 18 թվականին, ինչի Նիկոլ Փաշինյանը չտվեց պատմաքաղաքական գնահատական։ Ու ինչի նրանից հետո այս ամբողջ զբրոդը նախքին որ կար, այսօր ազգային ժողովում նստած են, հրապարակներում ցույցեր են անում, փողոցներում երջանիկ ման գալիս, լուսանկարվում, երբ որ իրական հեղափոխություններից հետո, երբ դիկտատորներն են գահից գծվել, էլի, ռեժիմներն են փոխվել, նրանք յա գնդակահարվել են, յա փախել են երկրից։ Եկեք վերցնենք Ուկրաինայի, կարծեմ Յանուկովիչներ ընդեղ փախավ, տեսեք նույն Վրաստանում, Շևարդնաձեն, ընդհանրապես նրա անունը չենք լսում, անհետացավ ասպարեզից, հետո Սաակաշվիլին հիմա բանտում է նստած։ Վերցնենք Կուբայի հեղափոխությունը, երբ որ Ֆիդելը եկավ, իրենց նախագահը փախավ Ամերիկա, նույն Պարսկաստանի հեղափոխությունը, շահը փախավ, Ռուսաստանում ցարին ընդհանրապես գնդակահարեցին ընտանիքը լրիվ ու դրա արիստոկրատիային։ Իսկ մեր մոտ դուք տեսեք, չաղ, բախտավոր, հələ Նիկոլ Փաշինյանը նրանց վարկերն է բանանում, զրոյացնում, որ ասում է ժողովուրդ, ձեր վարկերը կբանանեմ, ամնիստիա կլինի, վարկերը ձեր այդ կթեթևացնեմ, նրանց վարկերը թեթևացրեց։ Հիմա հերթով կանցնեմ։ Երևի շատեր եք լսել Արթուր Համբարձումյանին, նրա այդ բացահայտումները, թե ոնց են այս նույն Սամվել Կարապետյան, Դաշնակներ, Քոչարյանի բանկերը Արցախը հանձնելուց առաջ գրավադրել մեծ միլիոններով, հարյուրավոր միլիոններով իրանց այդ գույքը, բանկից փողը վերցրել, տարել իրանց հաշիվների վրա, բանկն էլ Ռոբերտ Քոչարյանի եկել է Հայաստան, Նիկոլից կոմպենսացիա է ստացել իր կորուստները Արցախը հանձնելու համար ժամանակ էլի։ Հələ որոշ չար լեզուներ էլ ասում են, որ մի հատ էլ Ադրբեջանից են փող սրանք վերցրել, որ այդ հիդրոէլեկտրոկայան ինչ որ այդ փոքր այնտեղ մի հատ բանա դրած, տուրբինայա դրած միլիոնավոր դոլարներով գրավադրել են։ Ու Ադրբեջանից է փող է վերցրել, որ չվնասեն, էլի չպայթացնեն։ Պատկերացնում եք։ Ու դուք ուզում եք ասեք, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն է արել, հա։ Հենց որ այս հարցերն են։ Հիմա պատմաքաղաքական գնահատականը, որ չտվեց Նիկոլը։ Դուք տեսեք, Նիկոլը արեց եթե հեղափոխություն, պետք է բացվեին այս քաղաքական սպանությունները։ Վահրամ Խորխորունի, Արծրուն Մարգարյան։ Սրանք սպանությունները, որ տենց չեն բացահայտվել։ Համբարձում Գալստյան։ Սրանք բարձր պաշտոնյա ոստիկաններ են եղել, օրինակ, նույն Արծրուն Մարգարյանն ու բանը։ Ախր այսօր անբարոյական կլինես, եթե դու մեղադրես ոստիկանին սխալ աշխատելու մեջ, քանզի այս մարդկանց սպանությունները բացահայտված չի։ Հետո գնացինք Հենրիկ Խաչատրյան, գլխավոր դատախազը, բացահայտված չի։ Արամ Կարապետյանը, որ իբր նա էր սպանել ու ինքնասպան եղել նույն կաբինետում, մի հատ սյան համար էլի, Դաչայում սյուն էր տեղափոխել էլի հոսանքի, պատկերացնում եք։ Քանի այս մարդկանց սպանությունները բացահայտված չի, այսօր ոչ մեկ ձեզանից չունի բարոյական իրավունք Հայաստանի դատախազին մի թթու խոսք ասելու։ Որտեւ այդ դատախազը, ինչեմա գիտի, հենց ինքը պետությանը հակա գնաց բարա լինելու։ Իրան էլ են գնդակահարելու։ Դրա արդյունքում ինչ եղավ, այս նույն երկու դատախազի սպանության, իշխանության եկավ դատախազ դարավ Աղվան Հովսեփյանը եւ մեկ անձի ցուցմունքով գնաց Վանոյին զրկեց մանդատից։
Իշխանությունը, սա իշխան աթոռի կռիվ էր, հասկանում եք։ Այս ամեն ինչ կա տված պատմական գնահատական, որ եթե Նիկոլ Փաշինյանը արեց հեղափոխություն, պետք է այսքանը աներ, ընկերներ ջան։ Հետո եղավ հոկտեմբերի 27։ Եվս չկա բացահայտում, չկա բացված այս գործը։ Ինչ հեղափոխության մասին է խոսքը։ Եթե Նիկոլը եկել էր արեց հեղափոխություն, պետք է հիմա Նաիրի Հունանյանը լիներ ավելի ազատ ռեժիմում։ Նաիրի Հունանյանի մոտ կարող են գնային հասարակական գործիչներ, հոգեբաններ, լրագրողներ, հանդիպեին, խոսեին Նաիրի Հունանյանի հետ։ Չկա, տեսեք, ամեն ինչ գաղտնի է, ժողովուրդ։ Ձեզ մեր մոտ չի եղել իշխանափոխություն, ես ասենց եմ հասկանում։ Մյուսը հոկտեմբերի 27-ից անցանք, մարտի 1, տենց է չբացահայտվեց։ Հիմա քֆրով կասեի, Նիկոլ, ինչ հեղափոխություն ես դու արել։ Հետո գնդի դեպքերը, տենց էլ դրանք մնացին տենց անհայտ։ Ինչի մի մասը բան սկսեց ման գալ, ֆրֆրալ, մի մասը նստած, այնա քաղաքականությամբ են զբաղվում, Վարուժան, Մարուժան, այնտեղ Ժիրայր, ուր են։ Ինչի չկա գնահատական։ Հետո քարորյա պատերազմն է ու 44-օրյա պատերազմ։ Չկա ոչինչի, լսեք, չունենք, մեզ չեն զեկուցում։ Ու սա ձեր կարծիքով ժողովրդավարություն է։ Խորոփեմ ասեն ժողովրդավարության մեջը, խորխս հավաքեմ ու թքեմ այդ ժողովրդավարություն ասողի ճակատին։ Նենց որ այ սա է, ձեր կարծիքով օրինակ այսօր Գագիկ Ծառուկյանը, որ շարժում է այնտեղ կուսակցությունն է, եսի մի ճանաչության է մասնակցում, այսօրվա Ուչիսկովին է, ոչ թե դատախազություն, ազգային անվտանգություն։ Քեզ մա չգիտեն, քանի հոգու է գողացե Գագիկ Ծառուկյանը, որ պատմում են մարդկանց, մի հատ դոտ բարի համար, բերել, խոշտանգել, գցենք մազերը խուզել, այրուծի վանդակը գցել, ինչ որ կա։ Այսքան բան ժողովուրդը խոսում էր, դա ուսուտ չէր։ Միջև հիմա մի հատ քրեական գործ չկարողացավ Գագոյի վրա կազմի։ Չէ, Գագոն պետք է որ ծառայի համակարգին։ Գագոն պետք է նրա համար Նիկոլի աջակից, որ Նիկոլը Գագոյով քեզ վախացնի, որ դու էլ ինձ գրես, ասում ես, տես Նիկոլի շնորհիվ է, որ դու խոսում ես, թե չէ Նիկոլը չլներ, դու հենց մտներ այրոպորտ, Գագոն քեզ կգողանար, կտաներ, կբնցներ բան, այրուծի վանդակը։ Բայց ես այդ այրուծներին այս թարմ ձեռներով կխեղտեի, կոկորտներից կհանեի բանը իրանց այդ գլանները։ Հենց որ այս ես ասենց եմ տեսնում։ Ես իմ ալիքի անունը գրած է Սթաբ դատողություն, չի գրած Խավարամիտ Էշիգ ալիք, հապուշների համար։ Իսկ Գագոն դուք տեսեք, այսօր Գագոյի տղայի վրա կա մի հատ ինչ որ քրեական գործ նայել փախածա, ով գիտի այս ընտրության ընթացքում էլ Գագոն վերջում այդ իր ձայները կանգնի Նիկոլ Փաշինյանի կողքը, իր տղայի վրայից քրեական գործը մաքրելու համար։ Իսկ այն հարիֆին դպրոցական կտանեն, բանկանեն, բարձր երևի վերջի զանգինը չլինի իրա։ Հասկանում եք Իրանը եկեղեցու դեպքը։ Այ ես ինձ ասենց Նիկոլ պետք չի։ Ինձ պետք չի ոչ հինը, ոչ Նիկոլը։ Ես էլ եմ ասում, մենք պետք է պրոգրեսիա ապրի Հայաստանը, ոչ թե ռեգրես, հետ գնա։ Երևի կարողացա ես ասենց բացատրեմ, թե ինչի եմ դեմ Նիկոլին եւս, որտեվ Նիկոլը այսօր ստեղծել է մի համակարգ, որ ձեզ դրանցով վախացնի։ Տաշիրով վախացնի, այդ հինով, Քոչարյանով, այդ Ղարաբաղյան կլանով, Գագիկ Ծառուկյանով։ Եթե նա ուզենար, եթե լիներ հեղափոխություն, այսօր մաքրված կլիներ Հայաստանը։ Նրանք այսօր չեն լինի։ Այսօր առողջ ուժեր կլինեն ընտրապայքարի մեջ, այլ ոչ թե ազգային անվտանգության հովանոցի տակ գործող ինչ որ մի քանի sense լնգուլավազներ։ Լատիրակներ։ Եթե Նիկոլը արած լիներ, եթե հեղափոխություն, եկեք սենց ասեմ ավելի շուտ, եթե Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սամվել Կարապետյան, նրանք Նիկոլին էին դեմ, նրանք իրենց մանդատները դեռևս միջև Արցախի հանձնումը կդնեին վայր, կհրաժարվեին, ճգնաժամ կստեղծեին այդ սահմանադրական և կգնար Հայաստանը նոր ընտրությունների, ու Նիկոլը այսքան չարիքը չէր բերի մեր գլխին։ Բայց հիմա էլի այդ նույն մարդիկ, ովքեր հանձնեցին Նիկոլի հետ միասին Արցախը, էլի ուզում են վերարտադրվեն, ու վերարտադրվելու են, հավատացեք։ Դրա համար արցախցի խելքդ գլուխդ հավաքի։ Ես ինքս սկսելու եմ քարոզել բոյկոտը այս ընտրությունների։ Դա առանձին թեմա է, դրան առանձին կարա դառնամ։ Ոչ մեկի չպետք է ընտրենք։
Այսօր նստած նույն Տաշիրի խումբնա Քոչարյանին մի խոսքով այդ չակերտավոր ընդդիմությունը մեղադրում Արցախի հանձնման մեջ։ Արա դուք իրար հետ եք հանձնել Արցախը, լսեք։ Իմ բերանում դուք խոտ տեսնում եք, ես խոտակեր անասուն չեմ ասեմ Նիկոլը մենակա հանձնել։ Դուք ընդհանուր եք հանձնել։ Ձեր վարկերն էլ, ձեր փողել բռնել եք, նենց եք դուրս եկել Արցախից։ 600 միլիոն դոլարի 600-ից 800 միլիոն դոլար։ Հասկանում եք դա ինչ թիվ են։ Կամու վայնա, կամու մայց ռադնայա։ Ու Նիկոլը այդ նույն միլիոնները այդ հեկերը որ գրավադրել են, արագ հանձնելուց առաջ վարկերը վերցել են, բանկն է տվել, ասում մեկը Նիկոլի հետ խոսացած է, Նիկոլը բյուջեից այդ փողերը հետ կտա։ Հայաստանի քաղաքացին էլ հարկատուն էլ այդ վարկը կփակի։ Ինչպես փակում էր բանի վարկը, այդ էլեկտրական ցանցերի վարկը գնի մեջ հոսանքի։ Նենց որ այս ամեն ինչի վերջը պետքա տա նոր իշխանությունը երրորդ ուժ պետքա ձևավորվի։ Ես շոպլիկ չեմ, ես սրան նրան բան չեմ տեսնում եք, չեն մնացած լնգուլավազ այդ բլոգերներ, քաղաքագետներ, մասնագետներ, որ կան խերախորով դիրիժորից սկսած, այն Սազանդարը, առած Էդգար ջանով ավարտած, հայրենիք փրկող, ժողովրդին ուղղորդող մտում։ Լսեք, ես դրանց պարոդից չեմ։ Որ ընկնեմ հիմա ասեմ Տաշիր Սամիլուչի ցար կամ Նիկոլ Սամիլուչի ցար։ Ես ինքս ինձ չեմ հարգի, ես ինձ հայլում կտեսնեմ կթքեմ ին վրա այդքանից հետո։ Եղավ այս սրա համար, այս սա է պատճառը, որ ես դեմ եմ Նիկոլին եւս եւ բոյկոտելու եմ այս ընտրությունները։ Չպետք է գնացվի ընտրության։ Պետք է հայ ժողովուրդը դեմ լինի բոլորին չգնալով ընտրությունների, սա առանձին թեմա է։ Հիմա Վարդանի էսա գերեն էլի տեսեք, Վարդան դոկ վարչապետ, լսեք։ Լևոն Բաղդասարյանն է համար 1-ը իրանց վարչապետի տեխնացում ու Լևոն Բաղդասարյանի հետևում երևում է ազգային անվտանգության ականջները։ Ես դա առանձին կլինի։ Կանադառնամ հրապարակայնորեն Լևոն Բաղդասարյանին։ Արա ворթերս շարժվում ասում, այսքան էլ անասուններ են արել գերում են դոկ վարչապետի։ Հիմա բանը մյուսը, որ ասում են ով դեմա, գցենք ով ասում է ընդրությանի մի մասնակցեք կամ դեմա ուրեմն Նիկոլի կողմը։ Լսեք, դուք հասկացաք, որ ես Նիկոլի կողմն էլ չեմ։ Ես Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի կողմն էլ չեմ։ Գագիկ Ծառուկյանի կողմն էլ չեմ։ Ես ոչ մեկի կողմն եմ։ Ես երրորդ ուժի կողմն եմ, որին կհավատա ազգաբնակչության այդ 60%-ը։ Ով այդ քաղաքական գործի մասին կխոսա, ոնց որ երազանքի շշուկով կխոսա, որ այդ երազանքը չքանդվի, որ հարգի ժողովուրդը։ Այսօր ոչ մեկի չի հարգում։ Ումից խոսում ես մեծամասնությանը քրվում են, հայ հոյանքով են հիշում։ Այ մենք պետք է ձևավորենք այդ երրորդ ուժը։ Ես սա մի տարիա նույնը խոսում եմ, մի տարիա ում հետ ասես փորձել եմ գտնեմ։ Կան մարդիկ։ Օրը կգաք իմանաք, դա ասում եմ, կարմիր գրքում կարող ես գրես պարկեշտ մարդուն հայկական քաղաքական դաշտում։ Դրա համար իմ այն բառը որ կա, իմ համար քաղաքական գործիչը պեդոֆիլից հետո երկրորդ հանցագործն է, ում ես չեմ կարողանում հարգել։ Իսկ մեր մոտ լցված են այդ կարգի քաղաքական պեդոֆիլներով, ասենց ասած, էլի։ Բա այ երևի կարողացա ձեզ բացատրեմ, թե ինչը ինչից հետո է։ Խափել են, խափում են մեզ։ Տաշիր, Նիկոլ, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դաշնակներ, սրանք ընդհանուր մի կուտոկ են։ Սրանք քաղաքական մատնոց են ֆրցնում ձեր դեմը։ Սրանք մատնոց ֆրցնողներ են։ Ցիգանի պես են իրենց տաբրները առել են, ընկել են գեղերով, մեղերով, էս իմ լավ էլի։ Չի լինելու, չպետք է գնաք ընտրության։ Էս եմ ես ասելու։ Ու կբացատրեմ, որ սա կլինի եւս դեմ եմ շարժում, բայց ոչ թե այն մուտիլովկեն, որ հորինել են Հայաստանի ազգային անվտանգությունը, իբր դեմ են բոլորին շարժում կա։ Դեմ ես բոլորին չպետք է գնաս ընտրության։ Բոյկոտել ընտրությունները, նախույն։ Ոչ մեկին սաղին դեմ եմ։ Ավելավա նստես տունը մի հատ նարդի խաղաս ավել կամ մի հատ համեկ լսես մի բան անես, մի հատ կոֆե խմես, բաժակ նայես, քանց թե գնաս այդ շապիտո կրկեսին, որ կոչվում է ընտրություններ։ Այ ես ասենց եմ տեսնում իրականությունը։ Երևի բան բաց չթողեցի։ Սա է, ժողովուրդ ջան, հենց որ իմաստություն, համբերություն ձեզ։
պետքա խելք հավաքենք մենք պետքա թացը չորից տարբերենք բոզի վաստակին էլ պարկեշտ մարդուց պետքա սկսենք ճանաչել ով ում բարեկամն է ես ձեզ կօգնեմ առայժմ